Անդրադարձ կատարվել է, բնականաբար, եթե մենք խոսեցինք ներքաղաքական իրավիճակի մասին, անդրադարձ կատարվել է, բայց հատուկ քննարկում այդ կետերի վերաբերյալ չի եղել։ Իսկ անդրադարձը ցույց է տվել, որ այդ կետերի մեջ կան նաև պոպուլիստական առաջարկներ, իսկ պոպուլիստական առաջարկները մեզ համար ընդունելի չեն։ Իսկ կան նաև, թույլ տվեք ավարտել, իսկ կան նաև կետեր, որոնք արդեն իսկ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը թե լսումների միջոցով է անդրադարձել, թե նաև իր քաղաքական ծրագրերում է դա անդրադարձել, եւ այդ իմաստով մենք առաջ ենք շարժվելու մեր քաղաքական օրակարգում եւ համոզված եղեք, որ ցանկացած իրատեսական առաջարկ, ցանկացած իրատեսական քայլ մենք պատրաստ ենք ընդունելու եւ իրականացնելու։ Չեմ կարծում, որ մենք ցենց մեզ պետքա անկախ Կիսիլյովի գնահատականներից, սրա գնահատականները, մենք ունենք մեր կարծիքները։ Եվ այստեղ երկու կարծիքներ չի կարող։ Դա շատ փոքր հարց է, որ հանրապետության նախագահը դրան արձագանքի։ Ես մի ժամ ասում եմ, այդ պերսոնան չի, որ նստենք ժամերով ազգուտակով նստենք քննարկենք, ավելի ճիշտ կլինի, որ մենք բոլորս մեր բառապաշարում պատգամավոր թե լրագրող լինենք շատ ավելի կոռեկտ, մանավանդ որ խոսքը վերաբերում է գործընկեր պատգամավորներին։ Ես ինչ մտածում էի, ասեցի, հիմա ես չեմ պատրաստվում տեսախցիկների շուրջ սուպեր հայնասիրական ելույթներ ունենալ, ինչպես շատ իմ գործընկերներ։ Ես չեմ կարծում, որ ամեն ինչում պետք է շոու անել։ Ես ասեցի իմ գնահատականը, Տիկին Նաղդալյանը շատ նորմալ պատասխան հնչեցրել է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ տենց ուլտրա հայնասիրական կոչեր են անում, ավելի լավ կլիներ, երբ որ Ալիևը իրենց ներկայությամբ դահլիճում մի ամբողջ ազգի հայ ազգի ֆաշիստ էր անվանում, պատասխանեին կամ գոնե ծպտուն հանեին։